Երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, եթե իշխող ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, որտեղից այսպես կոնկրետ ժամկետներով պատերազմի մասին տեղեկությունը, ինչ տվյալների հիման վրա եւ արդյոք այստեղ շանտաժի էլեմենտ չկա։ Ես կարծում եմ ժամկետը այն է սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ այդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է։ Րոպեներ առաջ ես հանձնաժողովում նստած խոսում էինք այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ, ում գաղափարախոսությունը այն է եւ մնացած նաեւ խորհրդանոց չգտնվող առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունը այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք, բառացի մեջ բերում եմ ուղղակի այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը, այս Հայաստանը մեզ պետք չի, հա, այդ քարտեզը գետինը գցելը, ներողություն խոսում եմ, էլի, եւ ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ եթե իշխանության գան, անմիջապես խնդիր առաջանալու հարևանների հետ եւ հաշվի առնելով թե հիմա խնդիրները այս օրերում մեր սեփական փորձից գտենք, բայց հիմա նաև շուրջ բոլորը նայելով ինչ մեթոդաբանությամբ են այդ խնդիրները երկրները փորձում լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանը անմիջապես կկանգնի նոր պատերազմ